Ընտանիքի անդամները Հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր զրույցները ընտրությունների ընթացքի մասին, ինչպես նաև կանխատեսումներ ենք անում մեր զրուցակիցների հետ։ Հիշեցնեմ, որ ազգային ժողովի ընտրությունների մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմել է 1.224.957 մարդ, այսինքն 48.92%։ Տարբեր քաղաքական ուժեր հրատապասուլիսներով են հանդես գալիս եւ շարունակում ներկայացնել համատարած ընտրակեղծիքները, որ արվում են իշխող կուսակցության կողմից եւ դրանք բազմաթիվ են, անասելի չափերի են հասնում։ Հարգելի հետևորդներ, ես այս պահին կզրուցեմ քաղաքագետ եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Բարի երեկո, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ այս լարված օրը մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Հակոբյան, այս ցուցանիշները ինչի մասին են ասում, հաշված ժամեր են մնացել, այսինքն 1 ժամ 20 րոպե է մնացել ընտրատեղամասերի փակվելուն։ Արդյոք միասնական ընդդիմությունը համատեղ ուժերով կկարողանա հաղթել, թե Նիկոլ Փաշինյանը առավելություն կունենա, ինչ պետք է արվի այս թվերի պայմաններում։ Գիտեք, ես այս թվերը, չնայած դուք ասում եք 1 ժամ 20 րոպե մնացել, բայց այնուամենայնիվ այդ թվերը ժամը 17-ի դրությամբ է, այսինքն այդ պահից սկսած դեռևս 3 ժամ կար եւ ես կարծում եմ, որ այդ թվերը կարող են հույս ներշնչել, որ այն ցուցանիշը, որ ընդդիմությունը միշտ ասում էր, որ իրենց պետք է 1.500.000 ձայն մասնակիցներ, այսինքն մասնակիցներ, որպեսզի կարողանան դրական արդյունք ակնկալել, ես կարծում եմ այդ 1.500.000-ը բավականին հասանելի թիվ է, որովհետև դա նշանակում է ընդամենը 11%-ից մի փոքր ավել ձայն է պետք ընդհանուր առմամբ։ Ես ձեզ ասեմ, որ ուսումնասիրելով վերջին ընտրությունները, 21 թվականի ընտրությունները եւ 18, ինչու՞ չէ, նաեւ 18 թվականի ընտրությունների այդ դինամիկան, այդ 3 ժամերի այդ դինամիկան, ասեմ ձեզ, որ այս անգամ էլ նույն այդ տրամաբանությունը, որ միշտ պահպանվում է, կարծես թե պահպանվել է, այսինքն ժամը 8-ից 11-ը որոշակի արդյունք է եղել, միջինից բարձր, հետո ուրեմն 11-ից 14-ը ամենամեծ մասնակցությունն է եղել, մասնակցությունը հետագայում ուրեմն ժամը 14-ից 17-ը եւ 17-ից 20-ը մոտավորապես հավասար է եղել, բայց այդ մաքսիմումից ավելի ցածր։ Բայց այս անգամ ուրեմն այս 11-ից մինչև 14 ժամանակահատվածում բավականին լուրջ ակտիվություն է եղել ընդհանուր առմամբ, մոտավորապես 20%-ով ավելացել է մասնակցության թիվը 19.5%-ով։ Այնպես որ եթե այս նույն դինամիկան մնա, ապա ես կարծում եմ, մենք կարող ենք ակնկալել, որ 11-12% հանգիստ այս 3 ժամվա ընթացքում, այս մնացած 3 ժամվա ընթացքում կարող է ավելանալ եւ այդ 1.500.000-ը, որի մասին այն նպատակը, որը որ դրվում էր ընդդիմության կողմից, ես կարծում եմ դրան կհասնեն։ Իսկ սա նշանակում է, որ բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվում ընդդիմության մոտ համատեղ ուժերով, իհարկե, ռեալիստ լինենք, համատեղ ուժերով փորձել ձևավորել մեծամասնություն, այսպես ասեմ, որովհետև տեսականորեն, սա մաթեմատիկա է, այսպես ասենք, սովորական, տեսականորեն, եթե Նիկոլ Փաշինյանը անցյալ ընտրություններում ուներ 688.000 ձայն, չեմ կարծում, որ այդ 688.000 ձայնն ինքը պահպանել է, այսքանից հետո ինչ տեղի ունեցավ, ակնհայտ է, որ իր ռեյտինգը զգալիորեն նվազել է, դա ցույց են տվել բոլոր ուսումնասիրությունները եւ երևի թե միայն ուսումնասիրությունները, չէ, որ պետք է ասենք դա ապացուցեին, նաեւ մենք ունենք քաղաքական դաշտի որոշակի վերաֆորմատավորում, հա, նոր ուժերի ի հայտ գալը
ես չգիտեմ, այսօր մենք իրավունք ունենք այդ ուժերի անուն տալ թե չունենք, բայց ակնհայտ է, որ նոր ուժեր են եղել, որոնք որևէ կերպ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների արհեստական ձևավորված այդ նարատիվների մեջ նախկիններ, ներկաներ, չգիտեմ բան, որը ինչ որ մի ժամանակ աշխատում էր, ես կարծում եմ հիմա առանց այդ էլ արդեն առանձնապես չէին աշխատում, բայց այլընտրանքի արկայության պարագայում մենք տեսնում ենք, որ մասնակցությունն էլ է հավելանում, այսինքն նրանք, ովքեր որ մնում էին այդ բանի տակ, ներկաներ, նախկիններ այդ նարատիվների տակ, իրենք երևի թե իրենց համար ինչ որ գտել են բան, այսպես ձայն տալու տարբերակներ այս առումով։ Այնպես որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ունի բնականաբար իր բավականին կայուն ընտրազանգված է 1/3-ի չափով ընդհանուր առմամբ, իդեպ եթե նկատել եք վերջի թիմ ընտրություններն էլ խոշոր քաղաքների մասն եմ ասում, թե Երևանը, պարտվել է ԿՊ-ն հիմնականում, թե այնտեղ թե Գյումրիում, օրինակ, իհարկե պարտվել է ընդհանուր առմամբ, բայց միևնույն է մոտորապես 33-ից 36% էր վեցնում մասնակիցների իհարկե քանակից, այսինքն ես կարծում եմ այս անգամ էլ իրենց ձայները օբյեկտիվորեն, այդ դժվար է իհարկե ասել դա 600,000 կլինի, 550 կլինի եւ այլը, կարծում եմ 550-ից 600,000-ի այդպես արանքում է լինելու, գուցե դա հենց մոտորապես տվյալ պարագայում այս մասնակիցների քանակի մոտորապես հենց 1/3-ի էլի չափով է լինելու, բայց բնականաբար դա բավարար չի, որպեսզի դու ձևավորես 50+1 բանը, մեծամասնությունը։ Պարոն Հակոբյան, այս առումով իհարկե կներեք, այս առումով պարզ է, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց խնդիրը կլուծեն, ոմանց համար անցողիկ շեմը դա խնդրեմ չի, բայց նրանք ովքեր որ իրենց մինիմում գոնե խնդիրը կլուծեն, ես կարծում եմ հնարավորություն կընձեռնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձել իշխանազրկել այսօրվա իշխանություններին։ Հիմա դժվար է ասել, դա ում կհաջողվի վերջնական։ Այստեղ չգիտենք իհարկե փոշիացող ձայները, ինչ բաշխվածություն կունենան, սա էլ կարևոր հանգամանք է։ Փոշիացնող ձայների մասին էլ, գիտեք, այնուամենայնիվ այն փաստը, որ շատ ուժերի, ընդդիմադիր ուժերի հաջողվեց լեզու գտնել իրար հետ հենց հիմնականում 3-4 խոշոր ֆորմատների մեջ տեղավորվել, այսինքն հանդես չգալ առանձին, հա, բայց քիչ չեն էլի 18 ուժեր են մասնակցում։ Քիչ չեն, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ դրանցից շատ գերակշիռ մասը, մեծ մասը, դրանք այն ուժերն են, որոնք 0.1, 0.5% վեցնող են, կան իհարկե այնտեղ ենթադրում եմ մի 5 ուժ, որը ունի պոտենցիալ, ասենք, մոտ լինել նույնիսկ անցողիկին, չեմ ասում հենց 4-ին, բայց ասենք 3% եւ այլը, կարծում եմ կան այդպիսի մի 5 ուժ։ Այս առումով ես կարծում եմ ի տարբերություն 21 թվականի այդ փոշիացման տոկոսներն էլ այնուամենայնիվ ավելի քիչ են լինելու, որովհետեւ 21-ին, եթե չեմ սխալվում, 21-22% էր դա կազմում։ Ես կարծում եմ հիմա միջև 15 է լինելու ամեն դեպքում, որովհետեւ նորից եմ ասում 4-5-ը գուցե կարողանան իրար հետ 10-12% հիմնականում այդ փոշիացումը անեն, մնացածն էլ ավելացնեն։ Իհարկե սա կարևոր է, բայց դե հիմա սա փաստ է։ Սա արդեն անիմաստ է սրա մասին խոսել, տեսնենք ինչ կստացվի, պարզ է, որ դա ազդելու է եւ բայց չեմ կարծում, որ եթե օրինակ իշխանությունը մաքսիմում ինչ որ մի տարբերակներում 40% ասենք թե վերցնի, այդ փոշիացումը իրեն հնարավորություն է տալու, փոշիացումից ստացած բոնուսը հնարավորություն է տալու մեծամասնություն կազմի, հա, 50+1 դառնալ։ Ես կարծում եմ, եթե այն տարբերակը լինի, որի մասին մենք խոսում ենք, ապա հիմնական ընդդիմադիր ուժերը, ովքեր որ կանցնեն, իրենց տոկոսը, ընդհանուր տոկոսը ավելին է լինելու։ Պարոն Հակոբյան, իհարկե մինչ ընդդիմադիրներն են ասուլիսներ հրավիրում եւ տեղեկատվություն հրապարակում ընտրախախտումների մասին,
անմասն չեն մնում նաև իշխանությունները, օրինակ Արայիկ Հարությունյանը եւ այլ ԿՊԱ-ականներ ասուլիս են տվել եւ ասել ընդդիմության մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ եւ փորձելու են պարտության հիմքերը փնտրել ապատեղեկատվությամբ։ Նրանք հիմնականում մեղադրում են ԶԼՄ-ներին, զանգվածային լրատվամիջոցներին, որ իբրև թե աժոտաժ են ավելորդ ստեղծում, նպատակներն էլ իրենց հայտնի են, նկատի ունենային, որ այս ընտրախախտումների մասին լրատվամիջոցները անընդհատ հաղորդում են, բանը նրանում է, որ այս անգամ ի տարբերություն 21 թվականի ընդդիմությունը ավելի պատրաստված է աշխատում եւ դիտորդական մարմինները եւ կառույցները եւ տեղերում, տեղամասերում շատերը շատ լավ են աշխատում, ինֆորմացիա են տալիս, հա, իրենք էլ իրենց վստահությունը ինչով է պայմանավորված, դա իսկապես հիմքեր ունի, թե ուղղակի ուզում են դուխից չգցեն իրենց ընտրողներին։ Գիտեք, իրենց մարտավարությունը ամբողջ ընթացքում քարոզչության հենց այդպեսին է եղել։ Դա առաջի անգամ չէ, որ իրենք հայտարարում են իրենց տարբեր կալիբրի լիդերները, սկսած վարչապետից վերջացրած տարբեր, այսպես ասենք, ինչ-որ բաներով, իրենց քիչ թե շատ առանցքային դեմքերով, իրենք միշտ հայտարարում են, որ իրենք 100%-անոց կրում են, 65%, 66%-ի մասին սահմանադրական մեծամասնություն են ունենալու։ Ես կարծում եմ, այդ իրենց հայտարարությունը քարոզչական տեխնոլոգիաների տեսակետից կամ քաղաքական տեխնոլոգիա PR-ի տեսակետից երևի թե բնական է, որովհետև իրենք հենց այդպես էլ պետք է հայտարարեն, որպեսզի իրենց թե թիմակիցներին համապատասխան վստահություն տան, որ ամեն ինչ որոշված է, ամեն ինչ լուծված է եւ ղեկավարն էլ արտաքին աշխարհում էլ է բոլոր հարցերը լուծել այս առումով եւ իրենց ընտրազանգվածին ամեն դեպքում, որովհետեւ իրենք ունեն ընտրազանգված, որը որ իհարկե բավականին կարգապահ է, ինչպես միշտ լինում է դա երբ դու իշխանություն ես, որովհետեւ իրենք նաեւ վերահսկելի են վարչական ռեսուրսով, շահով, ընդհանուր շահով եւ այլը, բայց ամեն դեպքում այնտեղ որտեղ շահ կա նաեւ, այսինքն այն զանգվածը, որը որ շահ ունի ընդհանուր, օգտվող է իշխանությունից, բիզնեսի մի հատված է եւ այլը, իրենք նաեւ շատ արագ փախնող են։ Փախնող են, եթե իրենք այլ քամիներ են զգում ընդհանուր առմամբ։ Օրինակ ես չեմ բացառում, որ հենց այս րոպեներին, եթե այսինքն հաշվարկների մեջ են մտնում եւ փորձում են հասկանալ ում է ձեռ տալիս օրինակ բարձր մասնակցությունը, ես օրինակ վստահ չեմ, որ բոլոր են իրենց թվում է թե այն հիմնական կողմնակիցները բոլորը այդ նույն ձևի, ասենք հիմա նվիրված փորձում են այսպես կողքին լինել իշխանության, որովհետեւ իսկապես բացարձակապես միանշանակ չէ թե ինչ կլինի, եթե մասնակցությունը այսքան բարձր է, այսինքն որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ եթե դու 1.5 միլիոն օրինակ մասնակից ունես, ապա 750-ից ավել մարդ իշխանության կողմնակիցներն են, դա չի կարող լինել նման վստահություն, առավելևս աշխարհակաղակական կոնյունկտուրան էլ բարդ է այս անգամ, հա, մենք տեսնում ենք, որ կա առնվազն մեկ բևեռ, որը որ ուղղակիորեն իր դիրքորոշում ունի ընդդեմ այսօրվա իշխանությունը, ի տարբերություն նախորդ 21 թվականի, նույնիսկ 18 թվականի ընտրություններին։ Այնպես որ այդ հայտարարությունները, որոնք հիմա էլ են շարունակվում, այդ ասուլիսի մասին, որ հիշատակեցիք, իրենք հենց դա են նշանակում, իրենք շարունակում են փորձում են իրենց թիմը կուր պահել այս պայդրությամբ։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ ես իհարկե այդ ասուլիսը չեմ հասցրել շատ մանրամասն նայել, բայց այն ինչ որ ես տեսել եմ, քանի որ ասուլիսը հրատապ էր բավականին կազմակերպված, կարծես թե պլանավորված չէր, իրենք ինչ են ասում, իրենք այլևս ես կարծում եմ ժամը 2-ից հետո, ժամ 14-ից հետո, երբ պարզվեց, որ այնուամենայնիվ մասնակցությունը կարծես թե բավականին բարձր է լինելու, այդ ժամանակ 34.5% էր արդեն օրվա կեսին։ Ես կարծում եմ իրենք արդեն հասկացան, որ աշխատել մասնակցության նվազեցման վրա այլևս շատ մեծ հեռանկարներ չունի, որովհետև վերջի 2 օրվա ընթացքում ամբողջ պետական ապարատը դրա վրա էր աշխատում, հիմնականում ուժայինների միջոցով։ Մենք տեսնում ենք, որ ասենք ձերբակալություններ, սպառնալիքներ, կենտրոնական ընտրական հանձնաժողով մտնել падգամավորի տեխնացուների վերցնել, հետո ինչ որ ռոլիկներ էին ցույց տալիս եւ ասում էին մենք բոլորիդ մասին ինչ որ ինֆորմացիա ունենք, ով գնա ընտրությունների, հա,
մի գնացեք, որպեսզի ասենք չմտնեք սրա տակ, ինչ որ ցուցակներ էին ցույց տալի անազգանուն հայրանուններով եւ այլ, այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի մարդիկ չգնան, այո։ Ես չեմ լսել իշխանությունից որևէ մեկի բերանից խոսք, որ ժողովրդին դիմի կոչանի ասի գնացեք ընտրություն։ Ժամը 2-ից հետո իրենք դա հասկացան եւ այդ ասուլիսի ընթացքում կային կոչեր սեփական ընտրազանգվածին, որպեսզի գնան ընտրությունների։ Ես կարծում եմ իրենք հասկանում են, որ շատ հնարավոր է, որ այդ իրենց ընտրազանգվածը չի, որ գնում է ընտրությունների, եւ եթե այդպես է, իրենց մնում է միայն նաեւ փորձել սեփական ընտրազանգվածի ռեսուրսները ավելացնել, այսինքն նոր ռեսուրսներ գտնել, լրացուցիչ, բացի այն կարգապահ են, որ իրանք գիտեն, հա, գրանցված են անձնագրերով, բաներով, փորձել բերել ընտրությունների, որպեսզի կարողանան գոնե այս process-ում ավելացնել իրենց ձայները ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ իրենք հիմա այդ process-ի մեջ են նաև մտնում, որովհետև այլևս մասնակցության վրա աշխատել անիմաստ է։ Պարոն Հակոբյան, այսինքն ստացվեց, որ իշխանությունների այդ շանտաժները, ձերբակալությունները, վախեցնելու այդ ամբողջ, հա, գործիքակազմը, կալանավորումները, վերջին նույնիսկ հանրահավաքում իրենց ամփոփիչ ամենագրեհիկ դարձյալ բառապաշարով, ինչ բոլոր ընդդիմադիր հիմնական դերակատարների մասին ինչ ասեց, մանավանդ որ ջղայնացած էր բանից ՀՄԵԿ-ի մեծ բանավեճի ամփոփիչ բանավեճի տապալումից հետո Փաշինյանը, այնտեղ էլի նստացնելու եմ, կախելու եմ, մկանցակն եմ մտցնելու, ես եմ անելու, այն եմ անելու, դատելու եմ։ Ստացվեց, որ մեր հասարակությանը դա այլևս չի վախեցնում, չէ՞, ստացվում է, այլ կալանավորումով, ձերբակալությամբ, խուզարկությամբ արդեն չես վախեցնի։ Մարդիկ չեն հավատում Փաշինյանի արդեն այնքան սուտ է ասել, որ ասում է, եթե տունդ հրդեհել ընկնի, չեն հավատալու այնքան սուտ ես ասել։ Այս բաներին, այս ձայնագրություններին չեն վստահում մարդիկ, չէ՞, արհեստական բանականություն են ասում են գործածում եւ այլն։ Ցուցանիշները արած այդ գործերը հավատ չի ներշնչում։ Եվ դրան էլ զուգահեռ դու բերում ես արտաքին մի պատերազմի մեջ ես սկսում Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ պատերազմի մեջ ես մտնում։ Լավ, ուզում եմ հասկանալ, բնականաբար ժողովուրդը կոշտ արձագանքեց։ Հիմա նույնիսկ այսօր Հոլանդիայից ինչ որ բան են գցել, որ իբրև թե Հոլանդիան մեր ծաղիկների առաջ շուկան բացում է, բայց մարդիկ դրան էլ չեն հավատում։ Գյուղացի են, չասեցին կանխելք են։ Նրանք քարտեզ նայել էլ գիտեն։ Հա, ասենք այն էլ Հոլանդիա, չէ՞։ Հա, ճիշտ եմ ասում բանը։ Ես դրա համար հեծի ցավում։ Չէ։ Հա, տեսեք, նիդերլանդական Royal Flora Holland-ը բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար, նրանց կապելով Եվրոպայի եւ դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ։ Այդ մասին գրառում է կատարել Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենսենը։ Հիմա պատկերացնում եք, Նիդերլանդների արտգործնախարարը, ասենք, բանի հոկտեմբերյանի կամ արտաշատի կամ էջմիածնի ծաղիկ արտադրողների ջերմոցապանների արտադրանքով է զբաղվում, ուր ենք հասել Նիդերլանդների արտգործնախարարը մեր բաների, վարդերի բաների հարցով է զբաղվում։ Այսօր քիչ առաջ են այս տեղեկությունը տարածել իշխանության նախընտրական։ Լավ, բայց ինչի մտավ այդ պատերազմի մեջ։ Ինչի իրեն ստիպեցին, ինչի այսինքն ինքը իր ոտքին կրակել էր ստացվում։ Երբ տարիներ շարունակ դու փորձում ես, այսպես ասենք, բոլոր ճակատներով իրարամերժ հայտարարություններ անել, իրարամերժ խոստումներ տալ, երբ գնում ես Մոսկվա եւ այսինքն փնովում ես օրինակ արևմուտքին փակ խոսակցություններում, արևմուտքում փակ եւ բաց խոսակցություններում փնովում ես Մոսկվային, խոսք ես տալիս ինչ որ բաներ, այդ թվում նաեւ գլոբալ պրոյեկտներ, հա, այսպես ասենք, մանավանդ եթե իրականում քո երկրի նկատմամբ կա հետաքրքրություն բանի առումով, հա, այս միջինմիջանսկային տրամաբանությունից կամ եւ այլ, հա, Իրանի հետ, այսինքն ռեալ հետաքրքրություն, ռեալ քաղաքական կամ գեոքաղաքական արժեք երկիրը ունի, հա, շատ է քիչ է, կարևոր է թե չէ, դա այլ հարց է, դա գնահատման հարց է եւ հնարավորությունների հարց է, այսինքն քիչ ավելացնես եւ այլ, վտանգներն էլ նվազեցնես, բայց դա չի արվել, այսինքն ինչ որ մի պահ այդ հակասությունների առջև ես կանգնում, մանավանդ, երբ
այդ բևերները, որի հետ դու փորձել ես խաղեր տալ եւ երկար ժամանակ ստացվել է, գալիս են մի հանգրվանի եւ դառնում են թշնամի։ Ռուսաստանը պրոբլեմ ունի Եվրոպայի հետ այն բանից հետո, երբ Եվրոպան աշխարհաքաղաքական զուտ աշխարհաքաղաքական եւ տնտեսական բևեռից վերածվում է ռազմաքաղաքական բևեռի։ Այսինքն երբ Եվրոպան, Միացյալ Եվրոպան Ռուսաստանի համար դառնում է թիվ 1 թշնամի գրեթե, որովհետեւ Միացյալ Նահանգները այդպեսին այլևս չի համարվում։ Միացյալ Նահանգները դաշնակից չեն բնականաբար, բայց փորձում են պարտնյոր լինել, գործընկեր լինել, իսկ Միացյալ Եվրոպան այդպեսին է։ Եվ Ռուսաստանը դա հայտարարում էր, ինքը ասում էր, որ գիտես ինչ, ես դեմ չեմ, որ դու գնաս Միացյալ Եվրոպա, բայց դու պետք է հաշվի առնես, եթե դու իմ ռազմավարական դաշնակիցն ես, թեկուզ ֆորմալ, հա, մնում ես, ապա դա իմ թշնամին է դառնում արդեն։ Ինքը կռվում է իմ հակառակորդի հետ, Ուկրաինայի հետ մի ճակատում ֆինանսավորում է եւ վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի եւ իր նպատակը Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստվելն է եւ այդ պարագայում ասում է կամ այս կողմից կամ այն կողմից, այսինքն գալիս է մի պահ, երբ բոլոր ճակատներով, բոլոր աթոռներով երկու աթոռ չէ, 3-4 աթոռի վրա նստել միաժամանակ էլ չի ստացվում։ Տեսեք, ի դժբախտություն իրեն, հա, եւ ինքը ոչինչ չգնի, երկիրը եւ Ռուսաստանը ուղղակիորեն թշնամի եմ ես ուղղակի համարում, իրենք են ասում, թշնամական հարաբերությունների մեջ է Միացյալ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգները Իրանի հետ, այսինքն տեսեք քանի աթոռներ են այստեղ։ Դու չես կարողանում արդեն տեղավորվես։ Ավելին ձեզ ասեմ, պրոբլեմ է նաև Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև։ Հա, այստեղ բավականին լուրջ պրոբլեմներ կան։ Այս մենք տեսանելի մասն ենք տեսնում, այսինքն տրիպի ես հիմա իհարկե երևի թե պետք չի այս թեմայի մեջ երկար մտնել։ Չէ, երկար ժամանակ չունենք։ Հա, դա էլ չունենք, բայց տրիպի հարցը ես չեմ կարծում, որ Միացյալ Եվրոպան շատ ողջավորված է, որ Միացյալ Նահանգներն են մտել այստեղ, որովհետև դա ըստ էության իրենք են դասը իրազեկել։ Հա, մենք բոլորս դա հասկանում ենք։ Ուզում ասեմ, այս խառը Դերես գագաթնաշողովի ընթացքում Ամերիկայի դեմ էին ելույթ։ Այս խառը իրավիճակների մեջ այլևս այդ գավառական շուստրությունը չի աշխատում։ Ես հիմա հենց հիմա օրինակ հարգելի հետևորդներ։ Դուք հիմա ուղղակի հարց եք տալիս, ինչի ինքը նայել նրա հետ, եկել է պա, երբ որ դու պետք է ինտերես։ Այսինքն ում մոտ ավելի լուրջ արգումենտներ են։ Այսինքն ինչ է ստացվում, Եվրոպան փաստորեն ստացվում է ինչ որ իմաստով մատնում են, հա, ով բերեց, ով արեց այդ իշխանափոխությունը, հիմա խաղադրույքները բարձրացել են ու ասում են պիտի անես, գործը պիտի անես միջև էր։ Բայց այս ծաղիկների մասով հենց նոր փնտրեցի նաև, քանի որ համակարգիչս միացած է հիմա ինտերնետին, հարգելի հետևորդներ, հայտնի է, որ Նիդերլանդների թագավորությունը առաջինն է ամբողջ աշխարհում տարբեր ծաղիկների արտահանման ցուցանիշներով։ Ու պատկերացնում եք հիմա տվել են, որ Նիդերլանդների արտգործնախարարը ասել է մեր բաների ջերմոցների ծաղիկների առաջ շուկան բաց է։ Հասկանում եք, գոնե այն որ ասում են հոլանդական վարդերի փոխարեն հայկական վարդերն են մտնելու Հոլանդիա։ Հա, բայց ասենք գոնե ու վերջին օրով տեսեք ինչ ինֆորմացիա են էլի գցում։ Ռուբիոյի գալը չոքնեց, եվրոպական գագաթնաժողովի ամբողջ համայնքի տասնյակ գործիչներ եկան, ղեկավարներ եկան, չոքնեց, պարադը չոքնեց, հա, փաստորեն ստացվեց Ռուբիոյի գալը, Թրամփի աջակցությունը, Հական Ֆիդանը, Էրդողանը, Ալիևը չի օգնում, հիմա այս ծաղիկները Նիդերլանդների պիտի օգնի։ Դե գիտեք, զգայուն թեմա է ծաղիկները եւ ընդհանրապես այդ գյուղատնտեսական արտադրանքը, որովհետեւ զգայուն է հենց այն առումով, որ Փաշինյանի ընտրազանգվածը հիմնականում համարվում է այսօր էլ համարվում, որ կենտրոնացված է գյուղատնտեսական, չէ, բանը վայրերում, այսինքն շրջաններում, չգիտեմ, գյուղերում եւ այլը։ Հիմա այդ գյուղացիներին ինչպես դուք եք ասում, իսկապես հիմարի տեղով չենք դնելու։ Այդ մարդիկ շատ լավ հասկանում են, չէ, որ եթե իրենց բանով ապրանքը 98% գնում է Ռուսաստան, հա, եւ եթե Ռուսաստանը փակվում է ուղղակիորեն, իրենք շատ ռեալ հասկանում են դա։ Կոպանչիներն էլ են ռեալ հասկանում, այսինքն դու չես կարող
ասենց ասես ասենք ինչ որ մեկին չգիտեմ ինչի շատ մի ամիտի տեղ դնես, ուրիշ բառ չեմ ուզում ասեմ, հա, ու ասես գիտես ինչ, ասում էին, չէ, այդ ծաղիկներ ասեցիք 10,000 ծաղիկ Լատվիա են արդեն ուղարկել։ Դե 10,000 ծաղիկը գիտեք ինչքան էր։ Ես իհարկե այդպես post գրեցի, որովհետեւ ինձ հետաքրիր էր 10,000 ծաղիկը ինչ է։ 10,000 ծաղիկը ուրեմն մի հատ եվրոֆուրում, մի ավտոյում 85,000-ից 120,000 ծաղիկ է տեղավորվում։ Այսինքն 1/10 ֆուր են ուղարկել։ Հա, Եվրոֆուր 1/10։ Դե Հրանտ Բագրատյանը Արարատ Միրզոյանին հարց ուղղարից ասեց, մեր սոխը որտեղ է ծախելու, ասա Ֆրանսիայում է ծախելու, որտեղ է ծախելու։ Դե ինձ թվում է մեր տնտեսագետները, մասնագետները իրենք ընդհանրապես կետ առ կետ կարող են այս ամեն ինչը իհարկե, ինչ է որ անում են։ Շատ հեշտ, այսպես ասենք, բանում, եթե մենք մի փոքր ավելի սիրողական մակարդակով ասում եմ, բացահայտում ենք, որ 10,000 բանը Եվրոմիություն, այսպես ասենք, Ուրսուլա ֆոն դեր Լայենի օգնությամբ ուղարկել են 1/10 ֆուր, եվրոֆուր, ծաղիկ։ Ադրբեջան չեն ուղարկել, չէ՞ հələ։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան զրույցի համար։ Վերջում մի տվյալ նաև հայտարարեմ, հրապարակեմ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Սյունիքի մարզում 59,215 ընտրող, այսինքն 55.36% մասնակցություն, իսկ ամենացածր ակտիվությունը Արմավիրում 101,408 ընտրող 44.80%։ Այսպես որ տվյալները սա են։ Ես կարծում եմ հիմա հիմնական պայքարը գնալու է Երևանի համար, այսինքն ոչ թե այն առումով, որ Երևանը քիչ է կամ շատ է, այլ Երևանում ուղղակի շատ ընտրողներ կան, ընդ որում Երևանը սովորաբար մի քիչ չէ, լավ էլ ընդդիմադիր է, այսինքն Երևանի նույնիսկ միջին պետական մասնակցությունից ավելի բարձր մասնակցությունը ինքը բավականին էական նշանակություն ունի եւ այս առումով ես կարծում եմ, որ հիմա ընդդիմությունը պետք է աշխատի, որպեսզի երևանցիները այս վերջի 3 ժամվա ընթացքում ավելի ակտիվ լինեն, իմիջիալոց միշտ էլ այդպես է եղել, երևանցիները միշտ չգիտես ինչու վերջի պահին են գնում։ Շնորհակալ եմ կրկին պարոն Հակոբյան, հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցն էր քաղաքագետ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, մնացեք, եթերը շարունակվում է, իմ զրուցակիցն է լինելու Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մի քանի վայրկյան հետո կմիանանք։ Լսում եմ։